Վստահ եմ, բոլոր խելամիտ մարդկանց համար վիրավորական է, երբ փորձում են իրեն հիմարի տեղ դնել։ Նախկինում, երբ որևէ հոգևորականի մասին իմ ներկայությամբ խոսում էին, անկախ նրանից տվյալ հոգևորականը արժանի էր թե ոչ, ես ատամներով պաշտպանում էի այդ հոգևորականին, ինչը չեմ անում հիմա։ Երբ ինձ մոտ խոսում են որոշ հոգևորականներից ու ես քաջ տեղյակ եմ այդ հոգևորականից, ես այլևս այդ հոգևորականին չեմ պաշտպանում, իսկ ես շատ բաներից եմ տեղյակ։ Ընդհակառակը, ես մտածում եմ միգուցե նաև ես եմ մեղավոր, որ շատ-շատերին, ովքեր արժանի չեն եղել, ու ես պաշտպանել եմ։ Իսկ հիմա, երբ խոսում են ինձ հետ, ես խոսում եմ, փորձում եմ բացատրել, թե որը որից հետո է, ու նաև ես համարում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց համարում են Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, նրանք նույնպես պարտավոր են պայքարել եկեղեցու բարենորոգության համար։ Պայման է սա։ Մեր գալիք սերունդների հոգևորականները պիտի լինեն մաքրամաքուր։ Նրանք պիտի մնան իրենց առաքելության մեջ եւ վերջ։ Գիտեք, վիրավորական է, երբ դու հասկանում ես ու քաջ տեղյակ ես, ասենք վառ օրինակ բերեմ, մի 2 օր առաջվա։ Վստահ եմ շատերդ գիտեք անգլերեն NGO հապավումը։ Նշանակում է Non-Governmental Organization, այսինքն ոչ պետական կառույց։ Հիմա, եթե դուք մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ եք ծախսում ու NGO-ներ եք բերում Հայաստան, հետո նստում եք այդ NGO-ների դիմաց, տենց ամպագորգոր հայտարարություններ եք անում, այդ NGO-ներին ուղարկում եք այս բանդ, այն բանդ, ու տենց հանդիպումներ եք կազմակերպում, հետո ձեր լրատվականներով կամ որոշ հոգևորականներ իրենց էջերով կիսվում են։ Հանրությունը տեղյակ է դրանից։ Դուք այլևս չեք կարող մարդկանց հիմարի տեղ դնել, սա 80-ական թվականները չեն, առավել եւս, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հավատացյալները, եթե այս դժվարին, այս գայթակղիչ օրերին չեն հեռացել իրենց եկեղեցուց, նշանակում է նրանք քաջ տեղյակ են, թե որը որից հետո է։ Փոխարենը դուք սիրեք ձեր ժողովրդին, փոխարենը դուք ընդունեք ձեր մեղքերը, եթե կան մարդիկ, ովքեր հանցանք են գործել եւ օրենքի առջեւ պիտի պատասխան տան, թողնեք, որ այդ մարդիկ էլ իրենց հանցանքի համար պատասխան տան։ Դուք նմանատիպ տենց ճկլասի NGO-ներով փորձում եք ձեր հավատացյալներին մանիպուլացնել, փորձում եք ձեր հավատացյալներին հիմարի տեղ դնել։ Չի ստացվելու, մի էլ փորձեք։ Ողջույն ձեզ։ Վստահ եմ շատերդ եք տեսել, կարդացել Մայրաթորի պաշտոնական կայքի 3 օր առաջ արված հայտարարությունը, որտեղ որ ասվում է կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան։ Բայց այս եթերով ես չեմ եկել Հայր Շահեին պաշտպանելու, այլ իբրև հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հավատացյալ եկել եմ իմ բարկությունը հայտնելու, իմ բողոքը հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր պատճառ դարձան Հայր Շահեի կարգալույծությանը, ովքեր որ պատճառ դարձան, որպեսզի Հայր Շահեն իր կամքով թողնի իր կարգը։ Ու ես, մենք, իբրև հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ, կորցրեցինք հրաշալի հոգևորականի։ Հայր Շահեի հետ ծանոթացել եմ 2018 թվականի, եթե չեմ սխալվում, ձմռանը։ Ու ինձ հետ նրա հետ ծանոթացել են մի քանի իմ աշխարհիկ ընկերներից նույնպես, ովքեր մինչև այսօր խոսում են Հայր Շահեի լավ հոգևորական լինելու տեսակից, բանիմաց լինելու տեսակից։ Հայր Շահեն շատ լավ աստվածաբան էր, Հայր Շահեն տիրապետում էր մի քանի օտար լեզուների, ու դժբախտաբար մենք կորցրեցինք հրաշալի հոգևորականի։ 2018 թվականին ես նրան անձամբ եմ տեսել, խոսել, ասել, որ Հայր Սուրբ, դու պիտի զգուշ լինես, քո վրա աշխատելու են, քեզ փորձելու են կոտրել, փչացնել։ Ու դժբախտաբար Հայր Շահեն հենց այո դարձավ այսօրվա եկեղեցուց ներս տիրող ռեժիմի զոհը։ Այո, ես առանց վախենալու
ու քաջ գիտակցելով ու տեղյակ լինելով ասում եմ, որ հայր Շահեն դարձավ հենց այդ նույն ռեժիմի զոհը, որովհետև այդ նույն ռեժիմը չի սիրում լավ, ուժեղ, բան իմաց հոգևորականների։ Այդ նույն ռեժիմը աշխատում է բոլոր ուժեղ կարգին տղերքի դեմ, որովհետև իրենց մաքուր հոգևորականներ պետք չեն։ Պարտադիր պետք են հոգևորականներ, ովքեր որ ենթարկվելու են եւ ծառայելու են այդ նույն ռեժիմի։ Ու բոլոր այն տղերքը, ու այդ տղերքը գիտեն ես ում եմ ասում, ովքեր որ պատճառ են եղել, որ հայ սուրբը այսօր թողեց իր կարգը, թող գնան ու երկար մտածեն, ու թող ապաշխարեն։ Եկեք մի օրինակ բերեմ ձեզ համար ու պիտի խնդրեմ, որ ուշադիր լսեք եւ հնարավորինս հարուստ հասկանաք, թե ինչ եմ ուզում ասել։ Համեմատական անցկացնեք իմ ասածների մեջ։ Այսօր առավոտ կանուխ գնացել եմ եկեղեցի, եկեղեցու դարպասները բացել եմ, եկեղեցում մաքրություն եմ արել, եկեղեցու բակն եմ լվացել, բռներով ծխախոտի մնացորդներ եմ հավաքել, այնուհետև վերադարձել եմ տուն։ Ու այդքանով իսկ հանդերձ ես ինձ չեմ համարում լավ հավատացյալ։ Ես վստահ եմ, որ ինձանից 100 անգամ ավելի լավ հավատացյալներ կան։ Ու երբ այսօր այդ նույն հավատացյալները եկել են եկեղեցի աղոթք անելու, նրանք տեսել են, որ եկեղեցին մաս մաքուր է։ Նրանք եկել են, ծունկի են եկել, իրենց աղոթքն են արել ու գնացել են։ Ես վստահ եմ, որ նրանցից շատերին անգամ չի էլ հետաքրքրել, թե ով է մաքրել եկեղեցին։ Ինչը նաև նորմալ է։ Նրանց պետք է, որ իրենց տիրոջ տունը մաքուր լինի, նրանք եկել են եւ տեսել են, որ իրենց տիրոջ տունը մաքուր է։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Քանի որ ձեզ անգամ չի էլ հետաքրքրում, թե ով է մաքրել մեր տիրոջ տունը, այդ դեպքում դուք էլ վստահեք այն մարդկանց, ովքեր երբևիցե մաքրել են, մաքրում են եւ մաքրելու են մեր տիրոջ տունը, ովքեր որ հանձն են առել այդ պարտականությունը, վստահեք իրանց, որովհետև իրենք մեր տիրոջ տունն են մաքրում։ Աստված օրհնի ձեզ ու ձեր ընտանիքները։ Բարի օր ձեզ։ Հատկապես վերջին ամիսներին վստահ եմ շատերդ եք լսել։ Անձամբ ես ոչ թե մեկից կամ երկուսից կամ տասնյակ մարդկանցից, այլ հարյուրավոր մարդկանցից նույն բանը լսել եմ։ Շատերը ասում են, որ այո, մենք գիտենք եւ վստահ ենք, որ եկեղեցուց ներս կան բազում շատ լուրջ խնդիրներ եւ այո, մենք կողմենք, որ 1 րոպե առաջ այդ խնդիրներին լուծումներ գտնվի։ Բայց մենք ուզում էինք, որ այդ խնդիրները լուծեին եպիսկոպոսները ներսում եւ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրների լուծմանը չմիանար։ Լավ եք ասում։ Ես էլ դեմ չեմ։ Թող լուծեին։ Բայց հետաքրքրականը գիտեք որն է, որ դուք ասում եք, որ դուք գիտեք եւ վստահ եք, որ շատ լուրջ խնդիրներ կան եւ նաեւ կողմ եք, որ այդ խնդիրները լուծվեն։ Ես չեմ պատկերացնում որևէ մեկին, ով իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ ով սիրում է իր եկեղեցին, դեմ լինի եկեղեցու բարեկարգմանը։ Բարի օր ձեզ։